Առաջիկա ընտրություններին դուք հանդես եք գալիս Մայր Հայաստանի դաշինքի կազմում եւ ձեր գաղափարները, ինչքան ես հետևեցի ձեր հայտարարություններին նաեւ քարոզարշավի շրջանակներում հայտ ներկայացած կուսակցության ծրագրին, առաջնայինն է, որ Գյումրին ուզում եք դարձնել Հայաստանի բիզնես մայրաքաղաք, ազատ տնտեսական գոտու ներդրմամբ եւ ազատ քաղաքի կարգավիճակ ստեղծելով, սա ինչ կտա Գյումրիին եւ ինչով է սա առավելություն։ Ուրեմն տեսեք, այսօր Գյումրին խորը ճգնաժամի մեջ է, ինքը աղետի գոտի է եւ ոչ միայն երկրաշարժի հետևանքներով է պայմանավորված այդ աղետի գոտին, այլ նաեւ ծանր սոցիալական պայմաններով։ Եվ միանշանակ հստակ հեռանկարային զարգացման ծրագիր է պետք Գյումրին, որպեսզի կարճ ժամանակում 3-4-5 տարվա մեջ ինքը փորձի մեջք ուղղել։ Եվ մեր պատկերացրած ծրագիրը դա հենց ազատ տնտեսական կոդին է եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը։ Ազատ տնտեսական կոդին վերջին անգամ 19 թվականին է շահարկվել, կառավարության որոշում էլ կա, բայց մնացել է թղթի վրա այդպես էլ, չի գնացել առաջ։ Մեր քննարկումների արդյունքում մենք ստացանք ամենակարճ ժամանակահատվածում Գյումրին աղետի կոդուց վերածելու զարգացման կոդի, զարգացման քաղաքի, հենց ազատ տնտեսական կոդի ծրագրով, որին էլ ավելացրեցինք նաև ազատ քաղաքի կարգավիճակը, որ հենց բուն քաղաքի մեջն էլ բիզնեսի շարժը ավելանա, ներդրումները շատանա, քաղաքի բյուջեն ավելանա եւ կարողանանք այդ քաղաքի բյուջեից թույլ տալ մեզ, որպեսզի եւ նույն թոշակառուների թոշակի մեր կողմից նշանակում կարողանանք կազմակերպել, ինչու՞ չէ նաեւ ուսուցիչների, որովհետեւ մենք գիտենք վաստակաշատ ուսուցիչներ ունենք, որ իրենց աշխատավարձի չափը իրենց մինիմալ կարիքներին բավարարելու համար շատ փոքր է։ Ինչու՞ չէ նաև մեր մշակութային ծախսերի վրա ավելացնենք եւ իրական մշակութային մայրաքաղաք ստանանք Գյումրիից, ոչ թե անունով միայն, այլ հենց իրական մշակութային մայրաքաղաք։ Որն եք առաջնային համարում ձեր նախընտրական ծրագրում, որ քայլն եք առաջին իրականացնում, եթե մեծամասնություն ստանաք։ Իմ կարծիքով այսօրվա առաջնային նպատակը տնակներում ապրող մարդկանց այդ տնակներից դուրս բերելն է, քանզի դու չես կարող լինել երջանիկ, եթե քեզ շրջապատող մարդիկ անընդհատ մռայլ դեմքերով եւ նեղսրդած ապրում են։ Այս ո՞նց եք լուծելու այդ խնդիրը։ Պետությունը տարիներ շարունակ չկարողանում լուծել, տասնամյակներ շարունակ։ Դուք ինչ բաղադրատոմս եք։ Այ տեսեք, քանի որ նշեցիք պետությունը չի կարող լուծել, ես ասեմ, այն ժամանակ, երբ որ լուծվելու էր այդ հարցը, 5 անգամ ավելի հեշտ էր, քան այսօր, որովհետև նույն տնագի բնակիչները այն ժամանակ ունեն 2-3 անչափահաս երեխաներ եւ իրենց հարկավոր էր 1 բնակարան, այսօր 20 տարի հետո արդեն 25 տարի հետո այդ երեխաները մեծացել են, իրանք են արդեն երեխաներ ունեն եւ մի բնակարանի հարցը դարել է 2-3 բնակարանի հարց։ Այն ժամանակվա չլուծվածը այսօր ցնակնդիկի էֆեկտով մեծացել եկել է հաջորդ թիմ ընտրություններուն հաղթող, հա, իշխանության դիմաց եւ շատ ճիշտ եք նկատում, ինչ պետք է անել, որ այդ հարցը լուծվի։ Եթե հաջողվի, որ ազատ տնտեսական կոդու գաղափարը իրագործվի, իմ կարծիքով դա շատ արագ լուծվող հարց է։ Եթե չի հաջողվում, եղած միջոցներով պետք է կարողանանք, ուրեմն կա միջազգային փորձ, կան նոր լուծումներ, որ կարելի է շինարարին տալ արտոնություն, տալ հող առանց գումարի, ազատել որոշակի հարկատեսակներից, որբիսի ներդնողը շինարարը կառուցի բազմաբնակարան շենքեր, մի մասը պայի իրեն, որբիսի իր գումարը դուրս գա եւ ինքը որպես բիզնես շահույթ ունենա, իսկ մյուս մասը տրամադրել նույն տոմիկում ապրող մարդկանց։ Ես չեմ ասում դա միանգամից կարող ես անել ու այդ բումի էֆեկտով բոլորին հանես այդ վիճակից, բայց գոնե աշխատանքներ կսկսես տանել եւ յուրաքանչյուր տնագում ապրող ընտանիք կհասկանա, որ դու սկսել ես զբաղվել իրանցով։ Այս ընտրությունները բավականին յուրահատուկ տեսք են ստացել, բավականին շատ մասնակիցներ ունենք ու կա երկու կարծիք։ Առաջինը, որ սա տեղական համայնքային ընտրություն է, երկրորդը, որ սա ինչ որ նաև ցուցիչ է առաջիկա խորհրդանական ընտրությունների։
առումով ձեր կարծիքով սա ինչ ընտրություն է, ինչի մասին է այս ընտրությունը, համայնքի թե արդեն քաղաքական։ Ասեմ, յուրաքանչյուր ընտրություն քաղաքական ընտրություն է, բայց միշտ թիմ ընտրությունները անցել են ավելի սահմանափակ քարոզներով, հենց Գյումրուն վերաբերող, բայց այս ընտրությունը տարբերվում է, որովհետև երկիրը կանգնած է աղետի առաջ, օր-օրի լսում ենք թշնամու հոխորտանքը, օր-օրի լսում ենք մեր իշխանությունների զիջողական դիրքորոշումը եւ դա արդեն ավտոմատաբար բերում է թիմ ընտրություններում այդ կարծիքի ձևավորմանը։ Մենք ունենք քաղաքական ուժ, իդեմս Մայր Հայաստանի, ով հիմնական ընդդիմադիր ուժն է այսօր քաղաքացիական պայմանագրի դեմ պայքարում եւ քաղաքական հարցերով ավելի շատ զբաղվում է մեր քաղաքական ուժը, իսկ մեր թիմ ընտրություններում մասնակցող ավականու ցուցակը եւ մենք մեր թիմով ավելի շատ զբաղվում ենք թիմ հարցերով, չմոռանալով անվտանգային հարցերի մասին, որովհետեւ առանց անվտանգության գոյություն չունի ոչ թիմ, ոչ գյուղ, ոչ մի բան գոյություն չունի։ Պարոն Սիմոնյան, դուք նաև գործարար եք, այս ոլորտում եք, եւ մենք գիտենք նախորդ իշխանության, այսինքն Բալասանյան դաշինքի ճակատագիրը, որը էլի գործարարությամբ զբաղվում էր այդ ընտանիքը, արդյունքում իշխանությունը հնարավորություն ունեցավ ճնշումների միջոցով նաև նրան հանել խաղից, այսպես ասած։ Ու մենք գիտենք շատ այլ օրինակներ, երբ ընդդիմությունը հասել է զգալի հաջողությունների, բայց իշխանությունը կարողացել է տարբեր, այդ թվում իրավապահ ուժերի քրեական գործերի միջոցով ճնշել, հանել։ Եթե դուք անցնեք, պատրաստ եք իր հետ համագործակցել եւ ներքուստը ձեզ այդ հարցը տվել եք, թե եթե գա այն պահը, երբ որ ձեր նկատմամբ ճնշումներ գործադրեն, ինչ եք անելու։ Ասեմ ուրեմն, 21 թվականի ընտրություններին բազմիցս անգամ հորդորել ենք Բալասանյան դաշինքին, որ գործ չունեք, մի մտեք այդ դաշտ։ Եթե այն ժամանակվա թեզն էր Բալասանյան դաշինքի, որ առանց իշխանության չեն կարողանալու կառավարել քաղաքը, գումարների հոսքի կրճատում տեղի կունենան, մի խոսքով տարբեր, եկավ օրը, բարին հետը, որ մեր ասածը ճիշտ դուս եկավ, որ չի կարելի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կնքել դաշինք, անցնել ճանապարհ, որովհետև միևնույն է իրանց կողմից այդ ռեպրեսիաները, այդ կամակորությունները դրսևորվելու է եւ ավելի ենք վնաս տալու Գյումրու քաղաքին, Գյումրի քաղաքի կառավարումը, քան երբ որ ընդդիմանաս գործող իշխանությանը, որը որ միմիայն քաղաքական հայացքների համար պետք է խանգարի, որ քաղաքապետը կարողանա լավ կառավարում կազմակերպել համայնքում։ Եվ մենք ճիշտ դուրս եկանք այս առումով։ Մենք բացառում ենք քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, միանշանակ դա այդպես է, եթե ուրիշին ենք խորհուրդ տալիս, ուրեմն մենք այդ բանը չենք անի հաստատ։ Մնացածը ընթացքը ցույց կտա, թե որ ուժի հետ ոնց։ Վերջը դուք նաև հանդիպել եք արցախցիների հետ, տարբեր հանդիպումներ եղան, ու նաև ես նկատեցի, որ Քյոխը Կարեն Ջալավյանն էր հանդիպմանը, նրանց կողմից այսինքն ձեր նկատմամբ աջակցություն կա։ Ուրեմն տեսեք, Կարեն Ջալավյանը Քյոխը իմ ընկերն է, նա քաղաքականության հետ բացարձակ կապ չունի, նրա միակ քաղաքականությունը դա ծառայելն է բանակին, միակ քաղաքականությունը դա երկրի սահմանների պաշտպանությունն է եւ իր համար կապ չունի քաղաքական դաշտի այն դեգերունները, որոնք որ այսպես ասած շահարկման առիթ են տալու։ Նա եկել էր Գյումրի այցելելու իր ընկերոջը, եկել էր Գյումրի այցելելու նույն արցախցիներին, ովքեր թևաթափ վիճակ են այսօրվա կառավարման շնորհիվ, հիասթափված են, որոշակի մասը բռնել է գաղթի ճանապարհը, նա եկավ աջակցություն ցույց տալու հենց արցախցիներին, որ համբերեք, ամեն ինչ լավ է լինելու։ Եվ նմանատիպ բաները շարժման թեմա դարձնել, թե Քյոխը քաղաքականություն է մտնում, անընդունելի եմ համարում, որովհետև Քյոխի պես մարդիկ եզակի են։ Այսօր յուրաքանչյուր մարզ, քաղաք, գյուղ, որտեղ որ Քյոխը այցելում է, միմիայն արժանանում է ծափերի, միմիայն արժանանում է ողջակուրվելու։ Ես մոտ 20 րոպե իր հետ քայլեցի քաղաքում, հազարավոր քաղաքացիներ, սպորտսմեններ,
տարիքով կանայք, երեխաներ բոլորը վազում են մոտ, գրգախ առնվում եւ աշխարհի ամենալավ օրհնանքը տալիս։ Յուրաքանչյուր երդասարդ ասում էր, որ հրամանատար ցավդ տանեմ, ասա, ինչ ես ասում, էլի, այս տիպի վերաբերմունք կա եւ նման մարդուն փորձել քաղաքականություն մուտք գործելու համար մեղադրել, որի մեջ ինքը չկա, անընդունելի եմ համարում եւ դատապարտելի, որովհետեւ ինչպես ասեմ, ասենք շահարգեն թե թալան կամ եւ այլ այդ մարդը վարձով է բնակվում այսօր Հայաստանում 5 մեղվի փետակ ունի, հենց ինքն է զբաղվում է դրանցով, այո, հենց մեղր է քաշում եւ նմանատիպ մարդկանց կբնել կամ, չգիտեմ, փորձել ինչի բաների հետ կապել, անընդունելի եմ համարում։ Այո, արցախցիների մասով եք ասեմ, որ կողմ ենք նաև ինտեգրացիոն կառավարման, որի մեջ նաև կլինեն արցախցիներ, որովհետև իրենց հարցերով չէ, ցուցակում 1 հոգի ուզում ենք ընդգրկել, այն էլ գրանցման պատճառով, որ 1 տարի չէր լրացել, դուրս թողեցին, տվեցինք թղթերը առաջ, բայց դուրս թողեցին, ժամանակ չկար մյուսին բերելու եւ ինտեգրացիոն կառավարման մեջ պատկերացնում ենք, որ արցախցին ավելի լավ է կարողանալու իրենց հարցերով զբաղվել, քան որևիցե մեկը ուսումնասիրելով, հասկանալով, այնպես որ մենք կողմ ենք նաև արցախցիներին մեր քաղաքում ոչ թե հյուրի կարգավիճակ տալ կամ գաղթի ճանապարհ բռնածի կարգավիճակ, այլ հենց մեզանից մեկը դառնա, որ ինքը հասկանա, որ ամբողջությամբ ինքը ինտեգրվել է Գյումրի քաղաքին։ Եվ վերջին հարցը ականատես դիտորդական առաքելություն արձանագրել է, որ իշխանությունը ԿՊ-ն եւ իշխանական հոգուտ իշխանական տեխնոլոգիայի վարչական ռեսուրս է կիրառում, մասնապես խոստումների տեսքով։ Դուք նկատել եք որևէ ձևով իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառում կամ ճնշումների գործադրում տեխնոլոգիաների նկատմամբ։ Եղբայր, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 7 տարի է ինչ կառավարում է երկիրը, ոչ մի անգամ, նույնիսկ իրենք այդ Պալասանյան Տաշինքի հետ համագործակցության ժամանակ չեն բարձրացրել մանկապարտեզների անվճար դառնալու հարցը եւ այսօր իրենք խոսում են դրանից, դա ես համարում եմ պոպուլիստություն, որովհետեւ եթե կա խոսելու բան, ուրեմն ունեցել ես այդ հնարավորությունը անելու, դե անեք։ Հիմա եք ասում, որ ինչ անենք։ Այսինքն կարելի է այստեղ նկատել հետեւյալը. դու ասա, վաղը չեմ այսօրը հասկանանք ինչ կանենք վիճակն էլի, կամ ամբողջ աշխարհը առաջ է գնում, մենք հələ լույս փոխելով կամ չգիտեմ գրեդերով ճանապարհ դզելով քարոզարշավ ենք անում։ Ինչ է դա։